Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հելունագործությամբ եւ տեխնիկագործությամբ։ Այժմ պետք է գործենք նմանատիպ տեխնիկ որոշակի գունային տարբերություններով եւ հիմա ձեզ կներկայացնեմ այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ կլինի տեխնիկը գործելու համար։ Նախ մարմինը պետք է գործենք յառնարդ ջինս ծիրանագույն երանգով, կոշիկի եւ շորտի համար կօգտագործենք այս երանգը, աչքերը եւ թարթիչները, հոնքերը ընդգծելու համար, գործելու համար կօգտագործենք նույն յառնարդ ջինսի սև թելը։ Այս անհրաժեշտ կլինի նաեւ կաթնագույն թել, գործենք 2.5 մմ հաստության հելունով, լցոնը կարող եք օգտագործել խոլոֆայբեր, սինդիպոն, այն ինչ ձեզ հարմար կլինի, կօգտագործենք նմանատիպ մարկերներ կամ որևէ կոնտրաստ թել, մեզ հարկավոր կլինի նաև մեծ անցքերով ասեղ կամ մետաղական ասեղ, որպեսզի ավելորդ թելերը կարողանանք թաքցնել։ Հիմա մեր տեխնիկը կսկսենք գործել ոտքից։ Գործենք նմանատիպ ոտք։ Սիրելի աղջիկներ, ինչպես ասացի, սկսում ենք գործել այս ոտքի հատվածից։ Նախ պետք է գործենք կոշիկը։ Դրա համար վերցնում ենք կապույտ թելը, երկուսուկես համարի հելյուն եւ գործում 9 օդային հատիկ։ Առաջինը չենք հաշվում, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։ Այստեղից սկսած հելյունից երկրորդ հատիկից գործում ենք 7 հատիկ, սովորական 7 հատիկներ, 1, 2, 3, 4, 5, 6, 7 և վերջին հատիկի մեջ 3 հատիկ, 1, 2, 3։ Հիմա շրջում ենք ընթացքը և գործում 6 հատիկ, 1, 2, այս թելիկն էլ հետն ենք գործում, որպեսզի ավելի ապահով լինի և չքանդվի, 2, 3, 4, 5, 6 և վերջին հատիկի մեջ գործում ենք կրկնապատկում, 1, 2։ Այսպես առաջին շարքն ավարտեցինք և արդյունքում ունեցանք 18 հատիկ։ Հիմա երկրորդ շարքն ենք գործում, անմիջապես գործում ենք 1 կրկնապատկում։ Այստեղ կարող ենք տեղադրել կամ մարկեր կամ որևէ կոնտրաստ թել, թելը ինձ ավելի հեշտ է։ Եվ գործում ենք առաջին կրկնապատկումը, 1, 2, հաջորդը 6 հատիկ, 1, 2, 3, 4, 5, 6, 3 կրկնապատիկ անընդմեջ, 1, 2, 3, 4, 5, 6, 6 հատիկ, 1, 2, 3, 4, 5, 6 և 2 կրկնապատկում, 1, 2, 1, 2, երկրորդ շարքն ավարտեցինք, հիմա պետք է գործենք երրորդ շարքը, տեղափոխում ենք մարկերը, արդյունքում պետք է ունենանք 24 հատիկ,
Հիմա գործում ենք 1 հատիկ 1 կրկնապատկում 1 եւ կրկնապատկումը 1 2 հաջորդը 6 հատիկ 1 2 3 4 5 6 1 հատիկ 1 կրկնապատկում 3 անգամ 1 2 3 4 5 6 7 8 9 գործում ենք եւս 6 հատիկ 1 2 3 4 5 6 եւ 1 հատիկ 1 կրկնապատկում 2 անգամ 1 2 3 4 5 6 եւ արդյունքում ունենալու ենք 30 հատիկ։ Երրորդ շարքը եւս ավարտեցինք, գործում ենք 4-րդ շարքը։ 2 հատիկ 1 կրկնապատկում։ Տեղափոխենք մարկերը։ 1 2 եւ կրկնապատկումը 1 2 գործում ենք 6 հատիկ 1 2 3 4 5 6 2 հատիկ 1 կրկնապատկում 3 անգամ 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 սա երրորդը եւ գործում ենք 6 հատիկ 1 2 3 4 5 6 իսկ հիմա 2 հատիկ 1 կրկնապատկում 2 անգամ 1 2 3 4 1 2 3 4 4 շարքը եւս ավարտված է եւ արդյունքում պետք է ունենանք 36 հատիկ։ Տեսեք սիրելի աղջիկներ, ինչ է մեզ հարկավոր։ Կարող եք տեղադրել, կարող եք ոչ։ Վերցնում եք որևէ պլաստիկ, ինչ որ նյութ, դա կլինի բամբակյա ձողիկների, փայտիկների, կափարիչ կամ որևէ պլաստիկ նյութ։ Եվ կտրում այս կոշիկի տակացուի չափով, որպեսզի մեր տիկնիկը կարողանա կանգնել։ Ուզենաք տեղադրեք, ուզում եք տեղադրեք, ուզում եք ոչ, ցանկալի է, ուղղակի սա ավելի ամուր է դարձնում կոշիկի տակացուն։ Կտրելուց հետո տեսեք հաջորդիվ ոնց են գործում։ Այս ներսի հատվածից անցկացնում ենք մեր հելյունը եւ բռնելով այս թելիկը անցկացնում ենք հելյունը եւ գործում։ Նորից ցույց տամ։ Հելյունը մտցնում ենք ներսի կողմից, բռնելով թելիկը դուրս ենք բերում եւ գործում։ Այսպես գործում ենք 36 հատիկ մինչև կավարտենք շարքը։ Հետևից անցկացնում ենք հելյունը, թելիկը բռնելով նորից հետ ենք տանում եւ դուրս բերում։ Հաջորդաբար բոլոր հատիկները գործում ենք, ուշադիր ենք լինում, որ բաց չթողնենք որևէ հատիկ։ Շարքն ավարտեցի եւ հիմա պետք է գործեմ 3 շարք անընդմեջ 36 հատիկ առանց փոփոխությունների։ Տեղադրում ենք մարկեր կամ որևէ կոնտրաստ թել եւ 36 հատիկ 3 շարք։ Երեք շարք արդեն գործել եմ։ Հիմա մենք ավարտել ենք 8-րդ շարքը եւ 9-րդ շարքում պետք է գտնենք ետևի մասից կենտրոնը։ Մարկերը տեղափոխում ենք, եթե հատեր են պակաս կամ ավել, գործեք մինչև գտնվեք մեջտեղում։ Այսպես ծալում ենք, որպեսզի հասկանանք, արդյոք մեջտեղում ենք։ Այստեղից տեղադրում ենք մարկերը եւ գործում 10 հատիկ։ Տաս հատիկը գործելուց հետո գործում ենք կրճատում 2 հատիկ 4 անգամ։ Եվ գործում ենք մինչև շարքի վերջը
10 հատիկ եւս։ Եվ արդյունքում ստանալու ենք 32 հատիկ։ Այժմ գործում ենք 10-րդ շարքը, 10 հատիկ, 1 հատիկ, 1 կրճատում 4 անգամ եւ եւս 10 հատիկ։ 11-րդ շարքում նորից տեղափոխում ենք մարկերը, գործում ենք 10 հատիկ, 1 կրճատում 4 անգամ, այսինքն 4 անընդմեջ կրճատում եւ եւս 10 հատիկ։ Աղջիկներ ջան, երբ հասնեք վերջին հատիկին, վերջին հատիկը ամբողջությամբ չենք գործում։ Հատիկները դուրս բերեցինք ներսից, ստացնում ենք գուլպայի թելը, կապույտ թելը չենք կտրում, բերում ենք դուրս։ Մարկերը կարող ենք հանել, որովհետեւ թելի գույնը արդեն տարբեր է, շարքի սկիզբը հստակ կերև է եւ ետևի մասերից ենք վերցնելու, գործելու ենք 2 հատիկ 1 կրճատում 6 անգամ, սպիտակ թելով այս դեպքում ես ավելի ճիշտ կաթնագույն եմ օգտագործում գուլպայի համար, կարող եք դուք սպիտակ վերցնել կամ ինչ գույն որ կցանկանաք ձեր գուլպան լինի, 2 հատիկ 1 կրճատում 6 անգամ մինչև շարքի վերջ։ Միաժամանակ գործում ենք նաև այս թելիկը, որպեսզի ամուր լինի։ Նորից 2 հատիկ 1 կրճատում։ Ահա մեր կոշիկն արդեն ունի այսպիսի տեսք, տեղադրում ենք պլաստմասե այն դետալը, որը կտրել էինք, այս փուլում արդեն զգուշությամբ տեղադրենք։ Եթե ձեզ գործելուն չի խանգարի, կարող եք նաև ավելի վաղ տեղադրել։ Ուղղակի ինձ խանգարում է նկարելուց, երբ ես հոլովակ եմ նկարում, դա ինձ խանգարում է։ Ահա, տեղադրում ենք պլաստմասե դետալը եւ լցնում հոլոֆայբեր կամ սինդիպոն։ Այնքան ենք լցնում, որ հաջորդ շարքերը գործելուց մեզ չխանգարի եւ կարողանանք հանգիստ գործել։ Այսպես։ Մեր կոշիկն ունի արդեն այսպիսի տեսք։ Հաջորդիվ գործում ենք հետևյալ հաջորդականությամբ։ Տեղադրում ենք մարկերը։ 13-րդ շարքը գործում ենք 18 հատիկ, առանց փոփոխությունների։ Մարկերը տեղափոխում ենք, հաջորդ 14-րդ շարքը գործում ենք 4 հատիկ, 1, 2, 3, 4, 1 կրկնապատկում, 1, 2, 8 հատիկ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, եւս 1 կրկնապատիկ, 1, 2 եւ մինչեւ շարքի ավարտը մեզ մնում է գործել եւս 4 հատիկ։ 1, 2, 3, 4։ Հիմա 20 հատիկ պետք է գործենք մենք 15-րդ շարքում։ Տեղափոխում ենք մարկերը եւ վերջում պետք է գույնը փոխենք մարմնի գույնի, այնպես որ վերջին հատիկը ամբողջությամբ չենք գործում։ Անում ենք մարկերը, վերջին հատիկը ամբողջությամբ չեն գործել, միացնում ենք մարմնագույն թելը։ Այս դեպքում եւս սպիտակ թելը, կաթնագույն թելը մեր գուլպայի չենք կտրում, որովհետեւ նորից պետք է այդ գուլպայի դրսի հատվածը գործենք, ինչպես այս ոտքի վրա, այս մասերը պետք է մենք գործենք։ Հիմա սկսում ենք գործել մարմնագույն թելով 20 հատիկ, նորից հատիկների ետևի հատվածից։ Այս թելը հետն ենք գործում, որպեսզի ամուր լինի, դուրս չգա, ապահով լինի։
Սա 16-րդ շարքներով ավարտեցինք, հիմա 17-րդ շարքում գործում ենք 19 հատիկ եւ վերջին հատիկի մեջ 1 կրկնապատկում։ Այստեղ կարող ենք տեղադրել մեր մարկերը, որպեսզի չշփոթվենք, եւ գործում ենք 19 հատիկ, 1 կրկնապատկում, արդյունքում ունենալով 21 հատիկ։ Ավարտեցինք այս շարքը եւս, ունենք 21 հատիկ, աստիճանաբար ավելացնենք սինձիպոն, որպեսզի դատարկ չմնա եւ հավասարաչափ գեղեցիկ լցված լինի մեր տիկնիկի կոշիկը։ Իդեպ նախորդ տիկնիկս անվանել էի լուսնիկ եւ անվան տարբերակներ եմ փնտրում, ինչպես կոչեմ այս գեղեցկուհուս։ Գուցե եւ իմ էջի անունով էլ կոչենք, ինչ եք առաջարկում, Սառա կոչենք այս տիկնիկին։ Անվանենք նրան Սառա, իմ սիրելի անունն է Սառան։ Եվ քանի որ ես դուստր չունեմ, իմ երազանքն է ունենալ փոքրիկ արքայադուստր եւ նրան կոչել Սառա։ Բայց քանի դեռ չունեմ, աղջիկ, ես իմ տիկնիկներին կկոչեմ Սառա, ուսանք որ առաջիկայում կունենամ գեղեցկուհի։ Հիմա այսպես 18-ից մինչև 24-րդ շարքը, այսինքն 7 շարք անընդմեջ գործում ենք 21 հատիկ, անփոփոխ, լինում ենք մաքսիմալ ուշադիր, հաշվում ենք բոլոր հատիկները եւ եթե ունենք սխալներ, բաց թողումներ, հատիկները չեն համապատասխանում քանակին, անպայման գտնում ենք մեր սխալը եւ ուղում, որպեսզի ճիշտ պատկեր ստանանք, ճիշտ տիկնիկի կառուցվածքը ստանանք։ Գտեք ձեր սխալը, եթե կունենաք, շտկեք եւ նոր անցեք առաջ։ Սխալվելը բոլորիս է տրված, սովորում ենք մեր սխալների վրա, չենք վախենում սխալներից, չենք հիասթափվում, չենք ալարում քանդելուց։ Դրա համար ամեն շարքը կարելի է հաշվել, յուրաքանչյուր շարք, որպեսզի հետագայում լրացուցիչ աշխատանքներ չառաջանան մեզ համար։ Եվ այսպես 7 շարք անընդմեջ 21 հատիկով գործենք եւ միանանք։ Ահա ավարտեցինք 7 շարք գործելը, հանում ենք մարկերը եւ հիմա պետք է գործենք գուլպայի այս դրսի հատվածները։ Միացնում ենք սպիտակ թելիկը։ 20 հատիկ պետք է գործենք, սովորական 20 հատիկներ։ Մի հատ օդային հատիկ ենք գործում եւ մնացած հատիկները հերթականությամբ առանց բաց թողումների գործում ենք մինչև շարքի վերջ։ Հասնում ենք վերջին հատիկին։ Վերջին հատիկի մեջ գործում ենք միացման հատիկ։ 1 հատ էլ օդային հատիկ։ Եվ կտրում ենք գուլպայի թելը։ Ձգում դուրս ենք բերում եւ սա արդեն կթաքցնենք ոտքի ներսում։ Հիմա պետք է գործենք կոշիկի այս դրսի հատվածը։ Այս հատվածը պետք է գործենք։ Տեսեք ինչ ենք անում հիմա։ Գտնում ենք վերջին հատիկը, միացնում ենք, օդային հատիկ ենք գործում ենք 8 հատիկ, այս դրսի մեր թողած հատիկներից 8 հատիկ ենք գործում, կրկնապատկում, 1, 2, 1 օդային հատիկ, շրջում ենք աշխատանքի ուղղությունը եւ գործում 18 հատիկ։ Տասնութ հատիկ գործեցինք եւ հաջորդի մեջ կրկնապատկում ենք գործում։ 1, նույն հատիկի մեջ 2 օդային հատիկ ենք գործում, նորից շրջում ենք ուղղությունը եւ գործում 10 հատիկ։ 10 հատը վերջացնելուց հետո գործում ենք միացման հատիկ, օդային հատիկ եւ կտրում թելը։
Նորից կթաքցնենք ոտքի ներսում։ Հիմա պետք է գործենք այս դիմային հատվածը, այս մասը պետք է գործենք։ Ինչ ենք անում։ Փելյունով գտնում ենք մեր առաջին հատիկը։ Գործում։ Օդային հատիկ։ Վեց հատիկ։ Սա առաջինն էր։ Եվս 5 հատիկ։ Այս թելիկի հետ միասին։ Հիմա այստեղ գործում ենք օդային հատիկ, շրջում ուղղությունը, գործում եւս 6 հատիկ։ Նույն 6 հատիկը գործում ենք։ Այստեղ էլ գործում ենք 1 օդային հատիկ, շրջում։ Առաջին հատիկի մեջ գործում ենք սովորական հատիկ։ Հիմա 4 հատիկ բարձրացումով պետք է գործենք։ Հելունի վրա վերցնում ենք թելը, մտցնում հատիկի մեջ, դուրս բերում եւ հելունի վրա եղած 3 հատիկները գործում միաժամանակ։ Այսպես։ 4 հատ նմանատիպ հատիկ պետք է գործենք։ Հելունի վրա վերցրեցինք թելը, անցկացրեցինք հատով եւ 3 հատը միասին են գործում։ Եվ վերջին հատիկի մեջ գործում ենք սովորական հատիկ։ Եվս 1 օդային հատիկ եւ կտրում ենք թելը, այսպիսով ավարտելով մեր տիկնիկի երկրորդ կոշիկը։ Դուրս բերենք թելիկը։ Սա եւս կթաքցնենք ներսում։ Հիմա շարունակում ենք գործել մեր տիկնիկի ոտքը։ Գործում ենք։ Տեսեք ինչ ենք անում այստեղ։ Մենք պետք է կրճատումներ անենք։ Դրա համար պետք է հետ գնանք։ 1 2 3 Այսինքն ինչ պետք է անել։ Այժմ պետք է գործենք մենք տիկնիկի ծունկը։ Այստեղ պետք է լինի ուռուցիկ, այս ծալի հատվածում փոսիկ։ Դրա համար պետք է 3 կրճատում լինի։ Հաշվենք տեսնենք 3 կրճատումները պետք է հենց անմիջապես ետևի մասում լինեն, դրա համար մեզ պետք են 6 հատիկներ։ 1 2 3 4 5 6 Գործենք եւս ուշադիր հաշվեք, տեսեք ձեր տիկնիկի դիրքը ոնց կլինի ոտքի եւ ըստ ձեր հաշվարկի տեսեք, որպեսզի կենտրոնում հայտնվի այդ կրճատումները անմիջապես կենտրոնական մասում։ Գուցե իմի հետ չհամընկնի։ Այսպես գործում ենք 1 կրճատում, 2 3 Հիմա գործում ենք 6 հատիկ։ 1 2 3 4 5 6 3 կրկնապատիկ պետք է գործենք, անմիջապես կենտրոնական մասում պետք է լինի ծնկի կենտրոնին։ 1 2 3 4 5 6 Եվ եւս 6 հատիկ, մինչև շարքի ավարտը։ 1 2 3 4 5 26-րդ շարքն ենք ավարտել եւ 27-րդ շարքն ենք գործում։ Տեղափոխենք մարկերը, որ չկորցնենք մեր շարքի սկիզբը։ 3 կրկնապատկում 1 2 3 4 5 6 7 հատիկ 1 2 3 4 5 2 կրճատում
7 հատիկ և ունեցանք արդյունքում 22 հատիկ։ Հիմա 4 շարք 28-ից մինչև 31-ը գործում ենք 22 հատիկ առանց փոփոխությունների։ 4 շարք 22 հատիկով։ Ահա 4 շարքանոց մեջ գործեցի 22 հատիկով, հիմա այժմ 32-րդ շարքում եմ և պետք է գործեմ 8 հատիկ, մեկ կրկնապատկում, 10 հատիկ, մեկ կրկնապատկում և վերջին 2 հատիկները։ Հիմա 33-ից 36-րդ շարքերը, այսինքն 4 շարկանոց մեջ գործում ենք 24 հատիկով առանց փոփոխությունների և վերջին շարքի վերջին հատիկից փոխում ենք թելի գույնը, այսինքն մինչև վերջ չենք գործում։ Հիմա գործենք 4 շարկանոց մեջ 24 հատիկով, և այստեղից փոխում ենք մեր տիկնիկի գույնը և գործում ներքնազգեստի գույնով։ Եվ այսպես ևս 2 շարք գործում ենք 24 հատիկ, արդեն սպիտակ կամ կաթնա գույնով։ Սա կլինի մեր տիկնիկի ներքնազգեստը։ Այս մարմնագույն թելը կարող ենք արդեն կտրել, որպեսզի մեզ չխանգարի, դեռևս մեզ պետք չեն, շարունակելու ենք գործել կաթնա գույնով։ Մեր տիկնիկի երկրորդ ոտքը ևս պատրաստ է։ Լցնենք մի փոքր էլ սինձիպան, մարկերը կարող ենք հեռացնել։